Դեղատներում գների աճը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին վերջին ամիսներին բժշկական ապրանքների գնաճը ըստ մասնագետների գրեթե 4 անգամ գերազանցում է շուկայի միջին ցուցանիշը։ Ինչու են թանկանում դեղերը եւ ինչպես է սա ազդում բնակչության վրա։ Դեղատներում ոչ միայն դեղերը, այլև բժշկական պարագաներն են զգալիորեն թանկացել։ Քաղաքացիները նշում են ամսական ծախսերը առողջապահության համար աճել են։ Նույն դեղերը, որ անցյալ տարի 3-4 հազար դրամ էին, հիմա 6-7 հազար են դարձել, ստիպված են կամ կրճատել դոզան, կամ փոխարինող փնտրել։ Պաշտոնական տվյալներով բժշկական սարքավորումների շուկայում գներն աճել են շուրջ 4,1%, իսկ դեղագործական ապրանքների դեպքում սպառողները միջինը 3,5% ավելի են վճարում, քան նախորդ տարի։ Սակայն որոշ մասնագետների գնահատմամբ առանձին խմբերում թանկացումները զգալիորեն ավելի բարձր են։ Թեև տնտեսագետների կարծիքով գնաճի պատճառները բազմաշերտ են, ներմուծված ծախսերի աճ, փոխարժեքի տատանումներ, լոգիստիկ խնդիրներ եւ միջազգային շուկաներում հումքի թանկացում, սակայն առողջապահության ոլորտի փորձագետները թանկացումները կապում են պարտադիր ապահովագրության հետ։ Նրանց կարծիքով բժշկական ապրանքների մեծ մասը ներմուծվում է եւ արտաքին շուկաների ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է տեղական գների վրա։ Սակայն եթե գնաճը շուկայում միջինից 4 անգամ բարձր է, ապա պետք է նաեւ վերահսկողական մեխանիզմներ կիրառել։ Խնդրի մյուս կողմը փոխհատուցվող դեղերի համակարգն է։ Ռայքի հետ կապված հիմա ինչա տեղի ունենում, փոխհատուցվում է, այսինքն քաղաքացու տեղը վճարվում է հաշվառված մոտ 1270 դեղի հետ կապված, 1270 դեղից 20%-ից ավել դեղերը մեծածախ գներից ավելի էժան փոխհատուցում է, այսինքն այդ 20%-ը, որը 250 անվանում դեղ է, դեղատները ուղղակի բաց չեն թողելու։ Խաչատրյանի խոսքով, երբ որոշ դեղեր վաճառվում են գրեթե զրոյական շահույթով, դեղատները ստիպված են եկամուտը ապահովել այլ դեղատեսակների հաշվին։ Քանի որ որոշակի մասը իրանք դեղատունը եկամուտ չի ունենալու, հա, ինքը այսինքն զրոյական է, օրինակ վաճառում, շահույթ չի հետապնդում, ինքը փորձել է մնացած դեղորայքից եկամուտ բերի, հա, դրա պատճառով որոշակի գներ սկսելու են բարձրացնել, որպեսզի դեղատունը կարողանա գոյատևել, որտեղ եթե ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է, անհատ ձեռներեց է, ինքը չի կարա երկարատև տա, կարող է կարճատև 2-3 ամիսվա մեջ նորմալ հունով գնա, բայց երկարատև 1 տարվա մեջ բացասական կլինի ու հարկային մարմինն է կտեսնի, կասի հարգելիս, եթե դու բացասական ես աշխատում, ոնց կլինի, ուրեմն պետքա փակվես։ Փոխհատուցվող դեղերի հետ կապված վերահսկողությունը գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում։ Ժամի հարցմանն ի պատասխան նախարարությունից պարզաբանեցին, որ փոխհատուցման ծրագրի շրջանակում գները հաշվարկվում են սահմանված մեթոդաբանությամբ եւ պարբերաբար իրականացվում է մոնիթորինգ շուկայում թանկացումները կանխելու նպատակով։ Մինչև այդ մասնագետները պնդում են դեղերի եւ բժշկական ապրանքների գների աճը շարունակում է սոցիալական լուրջ բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։